Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ինչ տեսակետ ունեք այս հարցումների վերաբերյալ եւ ինչ անել, որ ձեր ասած ԿՊ-ի շանսերը իրոք նվազեն։ Նաեւ վարչական ռեսուրսներ, տեսեք, ուղղակի առանց որևիցե անալիտիկ ունակություններ ունենալու, ուղղակի որպես հայ մարդ, սովորական նայում ենք հեռուստացույց, նայում ենք Facebook-ով պտտվող բոլոր տեսանյութերը, թե Նիկոլ Փաշինյանին ինչպես են դիմավորում տարբեր տեղեր, ինչպես են արձագանքում թե Երևանի փողոցներում, ինչպես են արձագանքում թե մարզերում, թե եկեղեցիներում, այս է իրական պատկերն է, սա է իրական պատկերը ԿՊ-ի վարկանիշի։ Խնդրում եմ նայեք նույնձև թե մենք ինչպես ենք պտտվում մարզերում, որտեղ ենք լինում, ժողովուրդը ինչպես է արձագանքում, մեզ ինչ է խնդրում, ինչ հույս ու հավատով է կապվում մեր հետ եւ ճանապարհ են գնում մեր հետ։ Այս է իրական վարկանիշը։ Թե չէ առավոտից իրիկուն նստեն թվեր նկարեն, այդ թվերը բոլորը կարան նկարեն։ Ինչ 17, ինչ 20, ինչ 30։ Պարոն Ալեքսանյան, Զառաջան, եկեք փաստենք, որ այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն։ Այս ամիսների ընթացքում մեր հանրության հետ շփումներում անընդհատ ասել ենք եւ մեր հանրությունը հասկացել է, որ սա ճակատագրական ընտրություններ են լինելու Հայաստանի Հանրապետության համար ու մեր ազգի համար, մեր երեխեքի համար։ Ես ավելի քան համոզված եմ, որ մեր ազգը հասկացել է, որ սա մեր պետության, պետականության, մեր դրոշի ու մեր զինանշանի համար ճակատագրական ընտրություններ են լինելու։ Այդ իսկ պատճառով ես բոլորին առիթը օգտագործելով խնդրում եւ հորդորում եմ ամսի 7-ին վեր կացեք բոլորդ, գնացեք ձեր քվեն տվեք ում ուզում եք, գնացեք ընտրության, դա շատ կարեւոր է, շատ։ Եվ առիթից էլ կօգտվեմ եւ նորից կհայտարարեմ եւ կիրազեկեմ, որ ապրիլի 11-ին ժամը 17:00 Ազատության հրապարակում տեղի ունենալու միասնության հանրահավաքը։ Այն մարդիկ, ովքեր ուզում են փոփոխություն, ովքեր ուզում են լավ ապրեն, ովքեր ուզում են ապրեն արժանապատիվ, ովքեր ուզում են ունենան ուժեղ Հայաստան, բոլորից սպասում ենք Ազատության հրապարակում եւ ձեզ խոսք եմ տալիս։ Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ ամենաուշը 2 ամսից։ Պարոն Ալեքսանյան, տպավորություն է հանրային ընկալումներում, որ քաղաքական ուժը սոցհարցում է անցկացնում, պարզվում է, որ ինքն է առաջատար եւ այսպես նկարած թվեր է ներկայացնում։ Ինչքան կուզենք կխփենքի տարբերակով այսպես թվեր է նկարում։ Մի խնդրանք, եթե չեմ սխալվում, պարոն Նարեկ Կարապետյանը այդ նույն խնդրանքով ձեզ դիմել է։ Դուք ընտրեք որևիցե կազմակերպության, որևիցե նեյտրալ կազմակերպության, մենք պատվիրենք թող թվերը տա, տեսեք ինչ թվեր կան։ Ձեզնից շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար, ասեք Նարեկ ջան։ Պարոն Ալեքսանյան, Տելեգրամյան ալիքներում հրապարակվեց տվյալ, որ տարիներ առաջ դուք հավաքագրվել եք Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության կողմից որպես գործակալ, ինչպես կմեկնաբանեք։ Ձեր կարծիքով Նարեկ ջան, նմանատիպ բարբաջանքների եւ հերյուրանքների արժե առհասարակ արձագանքել թե չէ։ Կեղծ են այսինքն։ Իհարկե կեղծ է, դուք ոնց եք կարծում։ Դե դուք Ես ասում եմ, հա, նմանատիպ ապուշ բաներ անընդհատ կարող են գրել, ես կարծում եմ, որ ընդհանրապես պետք չէ արձագանքել են, ես ասեմ, գիտեք ինչ կա, տենց բան չկա, թող գրեն, էլի չեն կարողանում մեր անցյալից ինչ որ բծեր գտնեն, փորձեն մարդկանց աչքին մեզ գցեն, դե պարզա պետքա նստեն ինչ որ հեքիաթներ փորձեն հորինել, եթե հորինեն էլի իրանց կյանքն է տենց հեքիաթանման օդից հետ կապված բան Ալեքսանյան թիմի այլ անդամների հետ կապված։ Այդ իրանց հարցրեք։ Ողա որ տապանակներ եք անում Արարատ Միրզոյանի իրենց ԿՊԱ-ական փոքրիկ խմբակի անդամներին հարցրեք Նարեկ ջան։ Իսկ դուք այդպես չեք կարծում։ Իմ կարծիքն եմ ասում, որևէ Ձեր կարծիքը իմ համար կարևոր է, դրա համար հարցնում եմ։ Ես եթերից դուրս եմ կարծիքը։ Շատ լավ, իհարկե ավելի քան համոզմունք ունեմ, որ իրենց իսկ պատվերով, իրենց իսկ կուրացիայի տակ գտնվող fake edge-երով եւ այլ ռեսուրսներով տարածվող եւ հորինվող ինֆորմացիաներ են դրանք Նարեկ ջան։ Արարատ Միրզոյանի առանձնատունը ինչով է տարբերվում մյուս ԿՊՀ-ականների առանձնատենից, դրանց երբ եք անդրադառնալու։ Կամաց բոլորի
ժողովրդից կորզած ժողովրդի հաշվին դիզած հարստությունները կամաց ցույց կտամ Զարա ջան, հետ չմտածեք։ Միանշանակ ամեն օր ամբողջ հանրապետությունով մենք շփվում ենք մեր հայրենակիցների հետ, մեր հայրենակիցներին ներկայացնում ենք մեր ծրագրերը, մեր հայրենակիցներից լսում ենք իրենց ցանկությունները, մեր հայրենակիցներից լսում ենք իրենց խնդիրները, որոնք ունեցել են տարիներ շարունակ, լսում ենք անգամ իրենց իսկ կողմից տրվող լուծումները։ Չէ, Ժորժ, եթե դուք ասեք ու ավարտենք, հա, ասեք։ Ինչով է պայմանավորված այն դերակցությունը, որոնցով եք դաշինքի եւ օրինակ հայազգային կոնգրեսի հետ ինչի չստացվեց։ Եթե բանը մի կգասեք։ Հարցի պատասխանը գործընկերներս արդեն տվել են, խնդրեմ նայեք եւ եւս մեկ անգամ կասեմ, որ մեր դռները բաց են բոլոր այն ուժերի համար, ում հետ կապված մենք հարցեր չունենք։ Շնորհակալ եմ։ Նարեկ ջան